24-ին մի հարկելի հետևորդներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան։ Քանի հարցադրումներ նախընտրական ազատազրկ մեկնարկել ԿՄ հայտարարություն տարածվել ընտրությունների վերաբերյալ ունեք որոշում, եթե կա հանրայնացում։ Ոչ, ունենք որոշում, եթե ունենանք կասենք։ Պարոն Սարգսյան, իսկ հավատում մեծ դաշտը կարող է միավորվել։ Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, կարծում եմ դուք էլ եք ասում, թե դա նկատի չունեք։ Բայց տեսնենք։ Նկատում եմ, որպես իրավ միայն Նիկոլ Փաշինյանին ընտրելու հարցում։ Ճիշտ է, մենք այդպես ենք վարվում եւ շարունակելու ենք այդպես։ Մեծ դաշինքով գնալ ընտրությունների այս հարցը։ Մեծ դաշինքով ընտրությունների գնալու տարբերակ քննարկվել է։ Մի րոպե։ Ձեր թույլտվությամբ ես տևական ժամանակ ժողովուրդ օրացույցից եմ ներկայանում քնարի անունս։ Ես մշտապես այս 6 տարիների ընթացքում հեղափոխությունից հետո 7 տարիների ընթացքում, բայց հատկապես 2019 թվականին ձեր իշխանության օրոք կարևոր պաշտոններ զբաղեցած անձանց մասով, կոնկրետ պարոն Կուտյանի եւ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքով մշտապես մասնագիտական առումով հետևողական եմ լինելու, բայց կարևոր հարցի պատասխանը երբեք չեմ ստացել։ Ինչու՞։ Ինձ հետաքրքիր է, պարոն նախագահ, դուք ունեք այդ հարցի պատասխանը, ինչու պետք է Գյորգի Կուտյանը կամ Հայկ Հարությունյանը ինքնասպան լինեին։ Չգիտեմ։ Դրդապատճառ կար ձեզ դրա համար։ Դա առանց դրդապատճառի մարդ ոնց կարող է ինքնասպան լինել։ Ուրեմն ինչ որ պատճառ կա։ Ձեր թույլտվությամբ մեկ վարկածի հետ կապված է, պարոն նախագահ։